Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունը։ Մտավախություն է անվանում Փաշինյանը Ռուսաստանի զգուշացումը, որ չի կարող Հայաստանը Եվրամիության անդամակցելու գործընթաց սկսել Եվրասիական տնտեսական միության հաշվին։ Մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այսինքն ըստ Փաշինյանի հարաբերությունների տրանսֆորմացիային Մոսկվան պատասխանում է հայկական ապրանքների նկատմամբ սանկցիա կիրառելով դիվերսիֆիկացված հարաբերություններ։ Նորից է կրկնում Փաշինյանը, թե Հայաստանը դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում։ Ինչ վերաբերում է հայկական ապրանքների նկատմամբ կիրառված ռուսական սահմանափակումներին, Հայաստանի վարչապետը պնդում է, դա ԵԱՏՄ կանոնակարգերի խախտում է։ Սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։ Պետական քաղաքականությունը ձեր 4 դասանի շահադրություններից շատ չի տարբերվում։ Տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանը ԵԱՏՄ-ից ավելի շատ ստանում է, քան տալիս է։ Պատկերավոր այսպես է ընդդիմությունը բացատրում, ինչու է սխալ Փաշինյանի պնդումը, թե ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միությունում։ ԵԱՏՄ-ում 1%-ից էլ պակասա կազմում Հայաստանից արտահանվող ապրանքների տեսակարար կշիռը։ Հայաստանի արտահանման ծավալը ԵԱՏՄ շուկայում 30-50% կազմում։ Շատ ծանր վիճակի մեջ է։ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանն ուզում է իմանալ, թե դիվերսիֆիկացիա հայտարարած Երևանն ինչ է անում հայ գյուղացուն օգնելու համար։ Պարբերաբար հպարտացել եք արտահանման ծավալներով։ Դուք քարոզարշավի ժամանակ հայտարարել եք, որ Պուտինը ձեր ավագ ընկերն է։ Ինչպես հարցերը չեք լուծում, եթե Պուտինը ձեր ավագ ընկերն է։ Ընդդիմությունն է փաստորեն խոչընդոտ հանդիսանում, որ լարսում, ապրանքը փտում է, կամ մեր գյուղացիները հենց իրենց դաշտում ոչնչացնում են այդ ապրանքը։ Բայց դրա համար ենք մենք թրիփի մասին խոսում, դրա համար ենք երկաթուղու մասին խոսում, որովհետև վերին լարսը դարել է բան, Հայաստանի տնտեսության ալֆան եւ օմեգան։ Որպեսզի Հայաստանի արտահանման սկիզբն ու ավարտը լարսով պայմանավորված չլինի, թրիփն են գործարկում։ Իսկ թրիփի մի հատվածը ըստ Փաշինյանի խնդրահարույց է ներդրողների համար ու նորից մեղավորության սլաքներն ուղղում է հյուսիս։ Երասխ ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր ագարակ երկաթուղով Նախճեվան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է։ Նորից առաջարկում է Մոսկվային վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ Հատկապես ըստ Փաշինյանի այժմ այն $400 միլիոն վաճառելու հնարավորություն կա։ Ռուսաստանի եւ Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին եւ առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել եւ ռիսկի չդիմել։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Այսօր կա հնարավորություն մոտավորապես $400 միլիոն այդ կոնցեսիայի իրավունքը վաճառել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների տրանսֆորմացիային կառավարության հնգամյա ծրագրում 6 տող տրամադրած Հայաստանի վարչապետը նորից է շեշտում Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև ընտրություն անելու համար հանրաքվե կլինի, ինչի առաջարկն արել են ԵԱՏՄ 4 ղեկավարները։ Բայց միայն այն ժամանակ, երբ Երևանն առնվազն անդամության հայտ ներկայացրած կլինի Բրյուսել։ Ասել է, թե հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի։ Что касается заявки на членство в ЕС, Մոսկվան շատ արագ է արձագանքել Փաշինյանի այսօրվա ելույթին։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորից խորհուրդ է տվել Հայաստանի վարչապետին հիշել այն երկրները, որոնք տասնամյակներով են սպասում Եվրամիության անդամությանը։
Вспомнить опыт Турции, опыт целого. Ես միշտ խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը, ինչպես նաև մի շարք այլ երկրների փորձը։ Տասնամյակներ են անցել իրենց դիմումները ներկայացնելուց եւ դերևս ոչինչ տեղի չի ունեցել։ А ВОЗ и ныне там. Պեսկովը նաև հիշեցրել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Եվրամիության անդամության ճանապարհին, օրենսդրության փոփոխություն, առևտրի, բուսասանիտարիայի, մաքսային եւ այլ ոլորտներում համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, ու հենց այստեղ է Երևանը բախվելու ԵՄ-ԵԱՏՄ հակասությանը։ Эти нормы не совпадают с теми нормами, которые... Եվրամիության նորմերը հակասում են մեր երկրում եւ ամբողջ ԵԱՏՄ-ում ընդունված նորմերին, եւ հենց այստեղ է, որ մենք կհանդիպենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին, которые в первую очередь будут вредить самой Армении. Հապկի մասին Փաշինյանի դիրքորոշմանն էլ է արձագանքել Պեսկովը։ Կառավարության նոր ծրագրով առաջիկա 5 տարում հապկ վերադառնալու պլան չունի այդ կառույցում անդամությունը սառեցրած Հայաստանը։ Հապկի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Честно говоря, я затрудняюсь в понимании этого. Իսկ ինչու Փաշինյանը հայտ չի ներկայացնում ռազմաքաղաքական այդ դաշինքից դուրս գալու համար, զարմանում են Մոսկվայում։ Что значит, был бы доволен, если бы его исключили? Ինչ է նշանակում ես ուրախ կլինեի, եթե ինձ վտարեին։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության նման կարևոր կազմակերպությանը տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար իր ազգային շահերից ելնելով, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել եւ դուրս գալ այս կազմակերպությունից։ Соответствующее решение покинуть эту организацию. Ներկայացվող ծրագրի Հայաստանի խորհրդարանում էլ են հարցնում Փաշինյանին, թե ինչու անձամբ չի դիմում հապկից դուրս գալու համար։ Արդյոք սա նշանակում է, որ դուք կոմպլեքս ունեք ինքներդ այդ քայլին դիմելու։ Փաշինյանը շրջանցում է падգամավորի հարցն ու Հայաստանի անվտանգության կոնցեպտից է սկսում խոսել։ առանց արտաքին օգնության մեր Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուշ։ նշանակում արտաքին